Ամեն խոստանում են, շատ բան են խոստանում, ենքան սուտ խոստացան, բայց հիմա բան չի, հիմա էլ խոստանում են, երեք ասում է, եկեղեցին պետք է տանք ժողովրդին, բայց ումն էր եկեղեցին, մեր ժողովրդին չի, դա ավելորդ խոստացություն չի, իմաստուն խոսքեր ասում էլի, եկեղեցին պետք է տանք ժողովրդին։ Այդ ինքն է ասել, թե իրա խոսքն եմ կրկնում։ Եկեղեցին պետք է տանք ժողովրդին, կաթողիկոսը սենց է, եկեղեցականները, նրանք չեն կարդացել, չգիտեն, նախ, որ այդքան ասեցին, անբարոյականություն մտցրեցին մեջը, Գրիգոր Նարեկացին, որ այդ մեծ եկեղեցական, որ ամբողջ քրիստոնյա աշխարհը, կաթոլիկներ եւ բանը, եպիսկոպոսի որդի է եղել, նրա հայրը եղել է եպիսկոպոս, մեր ամենայն հայոց հայրիկը, Խրիմյան հայրիկը, Մկրտիչ Խրիմյանը, ամուսնացած է եղել, մի հատ աղջիկ է ունեցել, երբ որ գնացել է բանի վերևի բանը, սպասի մոռացած Սարի գլխին եկեղեցիկ, այդտեղ բանալուց հետո, աղոթելուց հետո, մի քանի ամիս հետ, մի քանի օր հետո եկել է, տեսել է կինն ու աղջիկը մահացել են, մեծ բանաստեղծ ամենայն հայոց հայրիկը, Խրիմյան հայրիկը, Մկրտիչը, նա ամուսնացած է եղել, բայց եղել է Հայաստանի կաթողիկոս, Հայաստանի ներկայացուցիչ Եվրոպայում, Հայաստանն է ներկայացրել, այդ մարդը, ամուսնացած է եղել։ Հիմա ինչ մի մեծ հանցագործություն են կատարել, կամ դու վկայես եղել այդ բանի, այդ մոմենտին, որ այդ մարդը ծերական ոտնձգությունը արել ինչ-որ մեկի հետ։ Ինչով պետք է ապացուցես, կարող ես ասել։ Մի հատ էլ բան ասեմ, 13-րդ դարում Հովհաննես պապ է եղել, Հովհաննես անունով, Ռոմի կաթողիկ եկեղեցու պապը, Պետրոսի հրապարակում ձիով գնալուց խմբով, ձիուց ընկել է ծննդաբերել է, և տեսել եմ, որ կին է, Պապեսիա Ինեսիա է կոչվում, բանում կա, Պուշկինը 1830 թվին Պուշկինը ուզեցել է գնա տեսնի վեպ գրի, այդ մասին իմացել է Պուշկինը, ասել են արդեն արձանը քանդել են, արձանը տեղում կանգնացրել են 15-րդ, 16-րդ դարում արձանը քանդել են։ Բավարարված եք։ Անպայման այս ղեկավարության արարմունքն է։ Այս երեկվա ասածը, երեք մի հատ ինտերնետում կարդացի, որ Գորիսից գալուց Փաշինյանի շքախումբը ավարիա է տվել։ Դուշասներ կան իր Սիգնազորից։ Մի քիչ հետո հերքեցին, որ մի հատ 06 խփելա բանին, ծածկրտուկը արեցին, վերջացրեցին։ Շատ ձանձրացրեցեց ես։